Բայց ինչի ոնց այդպես չի։ Սիրելի հայրենակիցներ, ես իհարկե ընդունում եմ, որ ավելի լավ է սխալ ճանապարհի կեսից հետ դառնալ, բայց պետք է նաև ընդունել, որ դա եղել է սխալ, հասկանալ սխալի պատճառն ինչն էր, հետագայում նույն սխալները չկրկնելու համար։ Երբ այս օրենքը առաջի անգամ 22 թվականին ներկայացվում էր, ինչ էինք ասում, ասում ենք, այս տեղեկությունը, որը դուք ուզում եք, ինքնաշխատ արդեն կա, ուղղակի անհրաժեշտ է, որ մարդ ինքը մտնի, ճիշտ այնպես ինչպես եկամտարկի հետ վերադարձը, հիպոթեկի դեպքում, այդ մի հատ ցիտիկը դնի եւ հարկային մարմիններին հասանելիություն տա իր բանկային հաշիվներին։ Մյուս խնդիրը, որը դուք ուզում եք հասկանալ, որը սկզբից հերքում եք, որ տենց բայ եթե Նիկոլ Փաշինյանը չասեր, բա հա անում ենք եւ ճիշտ ենք անում, որևէ բանական մարդ 2025 թվականի հոկտեմբերի ենթադրենք 24-ին չի գրի, որ գիտես, 2024 թվականին կաֆել եմ խփել, չեմ հայտարարել այդ եկամուտը։ Հասկանում եք, չէ՞ հետևանքը ինչ է լինելու։ Ինքնախոստովանական ցուցմունք հարկային հանցագործության մասին։ Եվ հետևաբար, եթե դուք ուզում եք սա դնել որպես պատասխանատվության խնդիր, լավ ֆիսկալ, այլ ձևով պետք է անեք, այլ մեխանիզմով պետք է գնաք։ Մյուսը բարդացնում եք մարդկանց կյանքը։ Բարդացնում եք կյանքը եւ նոր ռիսկեր եք մտցնում։ Ես այդտեղ կարդացի այս ամեն ինչը, Պանթունյանը չպատասխանեց, երևի երկար ժամանակ էր պետք։ Ես մտնում եմ բանկ, բանկը ինձ տալիս է, տեղեկանք, բայց ասում է, գիտես, դու ես սա համար պատասխանատու։ Այսինքն, եթե ես ուղղակի կուրորեն, լռելան վերցնեմ բանկի թուղթը, բանկից թուղթը եւ մտցնեմ մեջը, ես պատասխանատվության ենթակա եմ, որովհետեւ ինքը սխալ բան եմ վերցրել։ Ֆինանսական համակարգի հետ պարոն Պողոսյան, ես ուզում հասկանամ, քննարկվել է այս հարցը, թե չէ։ Քննարկվել է, հա։ Դե հիմա ես ձեզ հարց ասեմ, տեսեք, սիրելի հայրենակիցներ, 3 հատ վարկային քարտ, 3 տարբեր բանկից։ Մտել եմ 3 տարբեր բանկից, վերցրել եմ, եկեք խառնենք մեր փողերը կիսվենք, պարոն Խուսուքյասյան։ Ուրեմն 3 տարբեր բանկից վերցրել եմ տեղեկանք։ Ուրեմն Ամերիաբանկ, Արջին բանկ, Ագբա բանկ։ Ուրեմն բանկերից երկուսը overdraft-ը դիտարկում են որպես նվազեցվող եկամուտներ։ Բանկերից մեկը overdraft-ը գործարքը դիտում է որպես չհարկվող եկամուտ։ Այսինքն կախված նրանից, թե ես որ բանկային քարտն եմ օգտագործել, իմ մոտ առաջանում է կամ չհարկվող եկամուտ, կամ նվազեցվող եկամուտ։ Չհարկվողը եւ նվազեցվողը տարբեր են, ընդունեք որ տարբեր են։ Այդ դեպքում մենք ունենք տարբեր բաժիններ։ Եվ ստեղ խնդիր է առաջանում։ Եթե նույնն է, ասում եք նույնն է, ինչի է տարբեր անվան տակ գնում։ Այսինքն մարդիկ մարդկանց մոլորեցնում եք փաստորեն։ Չէ, չեմ ուզում։ Նվազեցվող եկամուտ եւ չհարկվող եկամուտ։ Ո՞նց է նույնը։ Եթե օրենքով տենց է գրած, ուրեմն բարի եղեք մի գլխագիր օգտագործեք, մի վերնագիր կնի ես դուս գամ դու գաք ստեղ խոսեք, չէ՞։ Դե ես էլ եմ այդ ասում, հեսա գալու եկեք խոսեք էլի։ Պարոն Խաչատրյան, ավարտեք։ Ամեն դեպքում ես էլ եմ ասում, այս խնդիրները իրանք անհրաժեշտ են լուծելու։ Սանով երկու հարցով մարդկանց հետ հեշտացնում եք կյանքը, բայց բազմաթիվ խնդիրներ եք անում։ Համակարգը դեռևս պատրաստ չէ այս ամեն ինչին։ Մտցրեք ու ուղղեք այս ամեն ինչը, հետո գնանք։ Նրանք, ովքեր ունեն եկամուտ, որոնք հասանելի կարող են լինել, դա թող չհարկվի։ Մնացածի համար մարդկանց ժամանակ տվեք, համակարգը տեխնիկապես նախապատրաստեք, հետո մտցրեք այս ամեն ինչը։ Եվ պատասխանատվությունը բանկի վրա թողեք, եթե ինքը Ավարտեք, պարոն Խաչատրյան։ Ռուբեն Ռուբինյան։